Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցյանուն քո, եկես է արքայություն քո, եղիցին կամք քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ թողում մերոց պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարե, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։ Նոր տարին հայոց մեջ ունեցել է 3 անուն՝ Կաղանդ, Նավասարդ և Ամանոր։ Հայոց հնագույն նոր տարին սկսվում էր մարտի 21-ին, գարնանային գիշերահավասարի օրը, որը խորհրդանշում էր բնության զարթոնքը։ Շատ սիրված տոն էր Կաղանդը։ Ամենուր այս տոնը տոնել են մեծ խանդավառությամբ, տաճարներում ծեսեր են կատարվել, զոհեր մատուցվել աստվածներին։ Նոր տարին նշվում էր նաև Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, այն օրը, երբ հին ավանդության համաձայն հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան բելին։ Ժամանակի ընթացքում, երբ աշխարհի ժողովուրդները սկսեցին ավելի շատ շփվել միմյանց հետ, անհրաժեշտություն առաջացավ միասնականության բերել նրանց տոմարների մեկնարկային օրերը, այն է նոր տարվա սկիզբը։ Դա թելադրված էր նաև այն հանգամանքով, որ երկրների մշակութային և տնտեսական գործակցության մեջ առաջանում էին լուրջ բարդություններ, որոնք խանգարում էին միասնաբար ընկալել մշակութային համընդհանուր երևույթները և իրականացնել տնտեսական միասնական ծրագրեր։ Ահա թե ինչու 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսը տոմարագիտական բարեփոխում կատարեց, օրացուցային նոր տարին տանելով հունվարի 1, հունվարի 6-ը թողնելով որպես Սուրբ Ծննդյան եկեղեցական տոն։
Այժմ տոնական օրվա սեղանի մասին։ Ցավոք այսօր նոր տարվա սեղանն ավելի շատ հիշեցնում է ուտեստների ցուցահանդես, բարեկեցության մրցակցություն, այն դեպքում, երբ ավանդաբար մեր ժողովուրդը այս քանչելի տոնը նշել է հոգու ուրախությամբ, ոչ թե որ կորը հագեցնելու կենսաբանական զգացողությամբ։ Հնում պարզապես արգելվում էր սեղանին դնել որևէ ավելորդ, տոնի ծիսական խորհրդին չհամապատասխանող ուտելիք, օրինակ մսեղեն, քանի որ նավասարդը ոչ թե ուտիս, այլ պաս օր է, խրախուսվում էր հատիկեղենը, լոբին, ոսպը, չրերը, ընկույզները։ Իհարկե, սեղանի կենտրոնական տեղում տարի հացն էր, որի մեջ նախապես դրվում էր դրամ։ Նա, ով տիրանում էր այդ դրամին, նոր տարուց ակնկալում էր հաջողություն։ Այն ժամանակվա ձմեռ պապը կոչվում էր Կաղանդ պապ կամ մեծ պապուկ։ Կարծիք կա, որ այս վերջինը կապվում էր 4-ից 5-րդ դարերի կաթողիկոս Սահակ Պարթևի հետ, որի ձեռքին ըստ ավանդության գավազան էր եւ ոչխարի մորթուց պատրաստված քուրք։ Ահա եւ մեր հին նոր տարին։ Սուրբ ծննդյան տոնը նշելը մեզանում անկախ Հայաստանի գեղեցիկ ձեռքբերումներից է, երբ Աստծո որդու ծննդյան օրը դուրս եկավ եկեղեցական տոնացույցի սահմաններից եւ նորից հանրային կյանք մտավ, լցնելով հավատացյալ ժողովրդի սրտերը լույսով ու տոնական ցնծությամբ։ Օրացուցային նոր տարին կամ ամանորը մեզ համար մնում է հունվարի 1-ը, իսկ ահա հունվարի 6-ը մեզ վերադարձնում է ծննդյան մեծ խորհրդին, իմաստավորելով լույսի հաղթանակը խավարի հանդեպ, մոլորյալ աշխարհի նորոգման ազդարարումը, սիրո ծավալումն ամենուր, Աստծո որդու մարտեղացման միջոցով աշխարհին հայտնվելու տիեզերական մեծագույն իրադարձությունը։ Սուրբ ծննդյան տոնը տարեց տարի ավելի սիրելի եւ ընդունելի է դառնում մարդկանց կողմից։ Մեզ տեղափոխում է դարեր առաջ, երբ հայ եկեղեցին հավատարիմ մնալով համաքրիստոնեական նախնական ավանդներին, կենթանի պահեց առաջին հավատավորների եւ առաքյալների սահմանած կարգը։ Ահա այսպես Սուրբ ծննդյան տոնով, որ ժողովրդի մեջ տարածված է նաև փոքր զատի կանոնով, մենք ամփոփում ենք նոր տարվա որպես նոր կյանքի խորհուրդը եւ միմյանց ավետում։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված ազդարարում է. Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը։ Եվ Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա։ Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը։ Այսպիսով Քրիստոսի ծննդյան եւ մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունը եկեղեցում տոնում են միասին հունվարի 6-ին հայտնություն կամ աստվածահայտնություն ընդհանուր անվամբ։ Եվ այսպես եթերում երգերքոցն է Սուրբ ծննդյան օրվա տոնական տրամադրությամբ եւ տոնական երգերով։ Բարեկամներ, այսօր մեզ հետ կլինի նաև հայ ժողովրդի մեծագույն հերոս զավակներից մեկը, Գարեգին Նժդեհը, հավատքի մասին իր ասույթներով։ Ահա դրանցից մեկը։ Կրոնականության պակաս ասել է աստվածության, սրբության զգացումի պակաս, որի պատճառով հոգևոր շփոթի է մատնված օրվա մարդկությունը։ Շուբերտ, Ave Maria, երգում է Զարուհի Բաբայանը երգի ստուդիայի։
Ով հեռանում է իր կրոնից, անձնասպանորեն կտրում է իր հոգևոր զարկերակը, ժողովրդական երգեր Կոմիտասի մշակմամբ, Գարունա, Քելե Քելե, Սիրունջան, Մանի ասեմ, բեմում օպերա Վիվա երգչախումբն է։
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյան։ Միայն հավատք ունեցող մարդը կարող է մեծ արվեստ ստեղծել։ Անկրոն էակը հրաշունչ զինվոր չի դառնա։ Կոմիտաս ավետիս երգում է Լիլիթ Պիպոյանը։ Ազգագրագետ Տաթև Մուրադյան։ Ինչպես լսեցինք Լիլիթ Պիպոյանի երգով, այդ օրվա Սուրբ Ծննդի տոնակատարության բոլոր երգերը սկսվում էին ավետիս ազդարարելով, երբ 3-ից 4, 5-ից 7 տարեկան պատանիները խմբերով այցելում են բոլորի բնակարաններ եւ երգում էին ավետիսի երգեր, միևնույն ժամանակ տանտերերը երեխաներին տալիս էին չորացված մրգեր, քաղցրավենիք եւ առհասարակ տոնը բոլոր ընտանիքներում շատ մեծ տոնախմբության մեջ նշվում, տան կանայք եւ տանտիկիները նախապես պատրաստվում էին, կային հատուկ կերակրատեսակներ, հատկապես այդ օրը սեղանը զարդարվում էր ձկնեղենի տարբեր կերակրատեսակներով եւ տան անդամները բնականաբար բոլորը պետք է պատրաստված լինեին, նոր հագուստ էին կրում եւ տոնակատարությունը սկսվում էր ժամերգությունից հետո տուն վերադարձող տղամարդկանց ավետիս ազդարարող երգերով եւ շարունակվում էր ամբողջ երեկո եւ ասում են, որ կան հիշատակություններ տոնը այնքան մեծ խանդավառություն է ունեցել ժողովրդի շրջանում, որ բոլորը այդ օրը տանից դուրս են եղել եւ անգամ թշնամիները հենց հարձակումները այդ օրերին են երբեմն իրականացրել, որովհետեւ ժողովուրդը դրսում է եղել եւ շատ մեծ տոնակատարություն է եղել եւ առհասարակ պատրաստվածությունը այս տոնին տարբեր պատմազգագրական շրջաններում շատ տարբեր է եղել, բայց ընդհանուր բնույթը եւ տոնակատարությունը ընդհանուր է եղել ամբողջ ժողովրդի համար։ Կրոնապես տկարացավ մարդկությունը եւ ահա այլևս երկինք չունի նա։ Փլավ նրա հույսերի աշխարհը, այսօր այնտեղ էլ մահն է գործում իր դեմ։ Ժողովրդական երգերի շարան երգում է Արսեն Գրիգորյանը։ Քարի
խորոդի գնացե Ապարանը մոտիկ է լելե լելե նազե իմ յարը խորոդիկ է իմ խորոդի գնացե Ապարանը քարոտ է լելե նազե քարիդակին արոտ է իմ խորոդի գնացե Հապկերն եկան շարան բլբուլները երկեցին Հապկերն եկան շարան բլբուլները երկեցին Եկան հասան մշուտ ուրան տիրար համույր դվեցին Եկան հասան մշուտ ուրան տիրար համույր դվեցին Եկերտան չայիրները չայրի խորդը կանաչ է Եկերտան չայիրները չայրի խորդը կանաչ է Բարնինք մր բարերը աղջիկ տղուն ճանաչ է Բարնինք մր բարերը աղջիկ տղուն ճանաչ է Գլուխս դրել եմ կարին հունձ է մարել նեղացել Գլուխս դրել եմ կարին հունձ է մարել նեղացել Սրդիս մեջը լիքը արի Կոստեմ մդել լավացել Սրդիս մեջը լիքը արի Կոստեմ մդել լավացել Եկերտան չայիրները չայրի խորդը կանաչ է Եկերտան չայիրները չայրի խորդը կանաչ է Բարնինք մր բարերը աղջիկ տղուն ճանաչ է Բարնինք մր բարերը աղջիկ տղուն ճանաչ է Խորոդիկ մորոդիկ իմ յարն է Խորոդիկ մորոդիկ իմ յարն է Մաշո ծարեր մաշուշ է Խորոդիկ մորոդիկ իմ յարն է Ամ յարկս կունանուշ է Խորոդիկ մորոդիկ իմ յարն է Խորոդիկ մորոդիկ իմ յարն է Խորոդիկ մորոդիկ Մանիր ջախրակ մանիր Ախ մանիր հեյրան մաներ Կամեր ունես սիրանի Մանիր ջախրակ մանիր Կամին գաթել տելանի Մանիր հեյրան մանիր Մանիր ջախրակ մանիր Բականից կզին է շան Մանիր հեյրան մանիր Ախ մանիր ջախրակ մանիր Ախ մանիր հեյրան մանիր Կույր պատահականության ծնունդ չէ տիեզերքը եւ ես միակը չեմ տիեզերական անսահմանության մեջ։ Այդ փոփարար հավատքն է տալիս մեզ կրոնը։ Կոմիտաս այսօր ուրբաթ է պաս է։ Երգում են Գրիգոր Կյոքչյանը եւ Ռուսլանը։ Այսօր ուրբաթ է պաս է, զնգ տեջան, սրտի կարծատ է թաս է, զնգ տեջան, չուրկու գամբերի սարեր, սարնոր
են երերուն Դեզանգը հեջան Սրտիկ մամուջի մնա Աշխարը մարդու չի մնա Սրտիկ մամուջի մնա Աշխարը մարդու չի մնա Տեսոր ուրպատ է պասե Դեզանգը հեջան Սրտիկ արծան է դասես Դեզանգը դեջան Տեսոր ուրպատ է պասե Դեզանգը դեջան Սրտիկ արծան է դասես Դեզանգը դեջան Չուրկու գավերին սարեն Սանոլորերը Գտավի մարմար քարեն Կացկաց սորերը Սրտիկ մամուն մի մնա Աշխարհ մարդու չի մնա Սրտիկ մամուն մի մնա Աշխարհ մարդու չի մնա Քանդակագործ Միսակ Մելքոնյան Իրավի այսօր տոնական օր է եւ այսօրվա խորհուրդը իմ մեծագույն ցանկությունն է որ մեզանից յուրաքանչյուրը իրաց հոգիներում, իրաց ընտանիքներում ունենան։ Թող օրհնանք լինի բոլորիս սրտերում եւ Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը իր գեղեցիկ եւ իմաստալից գործ անի յուրաքանչյուրիս հոգիներում։ Մեր օրերի հակակրոն հովերը պիտի բացատրել մարդկային տիպի հոգևոր անկատարելությամբ։ Առողջ հոգեվիճակ չէ անկրոնությունը։ Մարդ միշտ էլ նախ հեռանում է իր նմաններից եւ ապա իր Աստծուց։ Կոմիտաս, ես Սարեն Քուգայի երգում է Անուշ Արշակյան։ Ես Սարեն Քուգայի Դուն դուրը բացիր Ձերդ ծոցդ տարար Ահարիր լացիր Վայ, 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 վարվում եմ Վայ, 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 հալվում եմ Հալվում, վարվում եմ Ես մի բիտ բաղեի Դու մարմուրնացիր Քո հրեղեն արցունքով Սրտիկս հալեցիր Վայ, 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 վարվում եմ Վայ, 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 հալվում եմ Հալվում, վարվում եմ Ես մի չոր ծառեի Դու գարնանարեն Քո լույսով ծաղկեցավ իմ ճյուղն ու տերը Վայ, 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 վարվում եմ Վայ, 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 հալվում եմ Հալվում, վարվում եմ
Ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյան։ Հոգևոր երաժշտությունը ընդհանրապես շատ մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի մշակույթի պահպանման գործում եւ ժամանակ առ ժամանակ մեր կոմպոզիտորները անդրադարձ են կատարել ներշնչվելով հոգևոր երաժշտությամբ ստեղծել են բազմաթիվ սիմֆոնիկ եւ խմբերգային երաժշտություն, ինչպես 60-ից 90-ական թվականներին Էդգար Հովհաննիսյանը, այժմ մեր ներկա կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանը եւ շատերը, Երվանդ Երկանյանը, եւ ես այսօր շատ ուրախ եմ, որ երկերկոցի միջոցով մեկ անգամ եւս էկրանի մոտ նստած բազմահազար հանդիսատեսներ լսում են այս գեղեցիկ երգերը, այս գեղեցիկ ստեղծագործությունները, որոնք իսկապես ես կարծում եմ, որ արժանի են ծափահարությունների։ Ոչ հոգևոր եւ աստվածահաճո տասնամյակներում, երբ մենք նշում էինք որևէ պատմական իրադարձության ժամանակը, ասում էինք մեր թվականությունից առաջ կամ մեր թվականությունից հետո։ Այն տարիներին բնական է մարդիկ չէին կարող ժամանակների սահմանագիծը դնել մինչև Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծննդյան թվականը։ Անկախությունից հետո վերականգնվեց ավանդական ձևը։ Այսօր արդեն ասում ենք Քրիստոսից առաջ կամ Քրիստոսից հետո այսինչ թվականին, վկայելով, որ Աստծո որդու հրաշափառ ծնունդը եւ հայտնությունը աշխարհին դարձավ ժամանակագրական բաժանարար գիծը պատմության հսկա հարահոսում։ Ըստ նոր կտակարանի, մեզանից ավելի քան 2000 տարի առաջ Բեթղեհեմ քաղաքում ծնվեց մի մանուկ, որ պիտի փոխեր աշխարհը։ Նա ծնվեց Գոմում, անշուք մի կացարանում, Մսուրի մեջ։ Ինչպես մեր շարականների հեղինակ հոգևոր հայրերն էին երգում, նրա ծնունդը մեծ խորհուրդ ուներ, խորհուրդ մեծ եւ սքանչելի։ Այդ օրերին աշխարհը խարխափում էր մեղքերի մեջ, նյութը խեղդել էր հոգին, տեղ չէր թողել նրա համար։ Մարդիկ սպասում էին ինչ-որ փրկարար ուժի, որը պետք է սրբեր արատների ժանգը եւ մարդկանց հոգիներին խաղաղություն բերեր։ Սպասում էին փրկչի գալուստին, փրկիչ, որը պիտի արձակեր մարդուն իր մոլություններից եւ մոլորություններից, դարձներ ազատ մարդ եւ երկնային արքայության ժառանգորդ։ Այդ փրկիչն Աստծո որդին էր, Հիսուս Քրիստոս, որ Տիրոջ կամքով պիտի մարդեղանար եւ ազդարարեր համընդհանուր սիրո եւ եղբայրության մասին։ Հիսուսի ծնունդով մարդիկ փրկության հնարավորություն ստացան, Աստծուն վերագտան իրենց մեջ։ Աստված դարձավ մարդ, որպեսզի նրանց համար ճշմարիտ մարդ լինելու օրինակ լիներ։ Մեզ հայերիս համար Աստծո որդու պատգամները հոգեհարազատ էին, որովհետև բարեպաշտության, ազնիվ գաղափարներով ապրելու կերպը մեր ազգային ինքնության էական հատկանիշներից էին։ Ահա թե ինչու մենք բացեցինք մեր սրտի դռները այդ նորափայլ լույսի առջև, ընդառաջ գնացինք նրան եւ ազգովին որոշեցինք օգտագործել հոգևոր զարթոնքի այդ պատեհությունը։ Նաեւ այս է մեզ համար Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության խորհուրդը։ Խորհուրդը մեծ եւ սքանչելի։ Ամեն տարի հունվարի 6-ին մենք այս մտքերով պիտի տոնենք նոր կյանքի սկիզբն ազդարարող այս օրը։
Եվս մեկ տոնական անակնկալ, առաջին անգամ երկերքոցում ամերիկաբնակ երգչուհի միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյան, երաժշտությունը Բարսեղ Կանաչյանի, խոսք Ռաֆայել Պատկանյանի, օրոր։
Տաթև Մուրադյան։ Ինչպես մյուս տոները, Սուրբ Ծնունդը եւս շատ սիրված եւ սպասված էր ժողովրդի կողմից եւ ինչպես բոլոր հայկական տոները, Սուրբ Ծնունդը եւս շահ կապված էր հայկական եկեղեցական ծիսակարգի հետ եւ ընտանիքներում եւս նշվում էր միահյուսված եկեղեցական ծիսակարգին եւ տոնակատարությունը սկսվում էր հունվարի 5-ին պատարագից հետո, երբ ընտանիքներ վերադառնում էին ընտանիքների տղամարդիկ եւ ավետում էին ընտանիքին Քրիստոսի ծնունդը, այնուհետեւ սկսվում էր պատրաստությունը, որը ուղեկցվում էր տան կանանց կողմից նախապես պատրաստված համեղ կերակրատեսակներով եւ իդեպ Սուրբ Ծնունդին հիմնականում օգտագործում էին բանջարեղենից պատրաստված ուտեստներ, ոչ կենդանական ուտեստներ եւ նաեւ տոնը շարունակվում էր գյուղերում եւ քաղաքներում արդեն նախապես ձևավորված 5-ից 6 տարեկան երեխաների խմբերով, ովքեր երգերով մոտենում էին տարբեր ընտանիքների եւ ավետում էին Քրիստոսի ծնունդը եւ ընտանիքներից փոխարենը վերցնելով քաղցրավենիք, չորացված մրգեր եւ տոնը շարունակվում էր շատ երկար եւ կան գյուղեր, որտեղ այդ տոնակատարությունը, այսինքն խաչը ջուր իջեցնելու, օրհնելու ծիսակատարությունը շարունակվում էր ձիախաղերով, հրապարակային միջոցառումներով։ Տեր Շահե Քահանա Հայրապետյան։ Մեր թիկունքում մենք տեսնում ենք տոնածառը, որը հուսով եմ, որ բոլորիս տներում կա եւ այնինչ խորհրդանիշ ունի։ Եվ ինչու է այն դրվում մինչև ամսի 13-ը սովորաբար հունվարի 13-ը դա կենաց ծառի խորհուրդն է։ Եթե առաջին մարդը Ադամը գիտության բարի եւ չարի ծառից քաղեց մահվան պտուղը, Քրիստոս եկավ եւ դարձավ մեզ համար կենաց պտուղը եւ դրա համար տոնածառը որպես կենաց ծառ կանգնում է մեր տան մեջ եւ դրա համար արժեր որ մարմնանար Քրիստոս եւ մենք օրհնում փառաբանում ենք մանուկ նորածին Հիսուսին եւ փառք ենք տալիս որ Աստված մարդացավ որպեսզի մարդը աստվածանա։ Կորցնելով սրբության զգացումը մարդ նախուսափելիորեն դառնում է շնական եւ մարդատիաց։ Հրեշտակների աղոթ խոսք Մարիաննա Գրիգորյանի, երաժշտությունը Նարինե Զարիֆյանի։ Երգում է ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը, խմբավար Էմմա Արաքելյան։ Սուրբ
Բարեկամներ, ինչպես տեսակ, նժդեհը հավատքը կապում է ազգի, հայրենիքի եւ պետության հետ։ Եվ այսօր, երբ մենք ազգովին տոնում ենք Աստծո որդու հրաշափառ ծնունդն ու հայտնությունը, մեր տեսադաշտում դարձյալ մեր երկիրն է, մեր սիրելի երկիրը ավելի պայծառ տեսնելու ցանկությունը։ Անցած տարի նշեցինք մեր ազգային ցավի 100-ամյակը եւ իտես աշխարհի նշեցինք արժանապատվորեն, առանց լացուկոցի, առաջ նայելու ցանկությամբ եւ հաստատ համոզմամբ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Արդեն 2016 թվականն է, այն մեզանից պահանջում է նորոգված ջանքեր, նոր համառություն, նոր հաղթանակներ։ Վստահ ենք այն լինելու է նոր կյանքի, նոր ծնունդների եւ նոր ձեռքբերումների տարի։ Այդ ով է ասել, թե մենք, որ այսքան զորեղ ենք մարտի դաշտում եւ այդքան խելացի մտքի ու արվեստի ասպարեզներում, չպետք է կարողանանք հաղթահարել մեր թերիները, ապաքինել մեր տկարությունը եւ հավասարի պես կանգնել աշխարհի մեծ ազգերի կողքին։ Ինչներս է պակաս, թերևս միայն մեծ, շատ մեծ ցանկությունը։ Չմոռանանք, որ Աստծո որդու սքանչելի ծնունդը նույնպես արդյունքն էր Հայր Աստծո տիեզերական մեծ ցանկության մարդկային աշխարհը նորոգելու, մարդկանց մոլոր բաղվիղներից դուրս հանելու եւ ճշմարտության, սիրո ու արարման ճանապարհին վերադարձնելու։ 2016 թվականը արդեն թակել է մեր դուռը, եկեք լայնորեն բացենք մեր հոգու դռները նրա առջև եւ նորից ասենք միմյանց. Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։